Հայաստանի էլեկտրական ցանցերը դառնում են պետության սեփականությունը, Հեցի բաժնետոմսերը հանրության գերակա շահ կճանաչի կառավարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համապատասխան նախագիծն արդեն հրապարակել է, ըստ նախագծի հիմնավորման հիմքում դրված են մի շարք անառարկելի փաստեր։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների ձայներով սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Էդգար Շաթիրյանը նշանակվել է ընտրական վեճի գործով զեկուցող։ Հունիսի 26-ին սահմանադրական դատարանը քննելու է 7 ուժի դիմումը, պահանջն է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Պարզվում է ընտրակաշարք են բաժանել նաև Հայաստան կուսակցությունների դաշինքի կողմից, այսպիսի պնդում է անում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն, որ հրապարակել է տեսանյութ, փողերը եւ մանրամասները։ Ծառուկյանին պատկանող Շանգրիլան կդադարի գործել, լիցենզիան կասեցվել է։ Թուրքական մամուլը հարձակվել է Ռուսաստանի վրա, տարբեր աղբյուրներ նշում են, որ հարվածը հասցվել է Անտ անունով թուրքական նավին, որը բեռ էր տեղափոխում դեպի Թուրքիա, վիրավորներին տարհանել են կան զոհեր։ Հիշեցնենք, այսօր Ռուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին։ Հայաստանն ու Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ ինտերնետային կապեր կունենան, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման եւ մատակարարման համաձայնագիր է ստորագրվել Տելեկոմ Արմենիայի եւ Ազերտելեկոմի միջև։ Այս տրանզիտը պետք է Ադրբեջանին, Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում, հայտնել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով Թիմ Տելեկոմի եւ Ազերտելեկոմի համաձայնագրին։ Արտենի ողբերգական վթարից տուժած քաղաքացիները գնում էին բերքահավաքի, հիշեցնենք այսօր տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Փամբակ գետից ջրասուզակները դուրս են բերել երկրորդ երեխայի 13-ամյա աղջկա մարմինը։ Արտահանման ծավալները մոտենում են բնականոն ցուցանիշներին, հունիսի 19-ից 21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ ծաղիկ եւ 7 տոննա ծաղիկ, հայտնել է նախարար Պապոյանը։ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկից 85 տարի է անցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դիվանագիտական ներկայացուցչությունը ծաղիկներ են խոնարհել հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։ Զբոսաշրջիկների հոսքը դեպի ջերմուկ գնալով մեծանում է, ընտրություններով եւ եղանակով պայմանավորված պասիվությունը հիմա կրկնակի արագությամբ է լրացվում, անցած շաբաթ եւ կիրակի օրերին արդեն մեծ տարբերություն է զգացվել։ Փաշինյանին դեռ չշնորհավորած Վլադիմիր Պուտինը Հայաստանի հետ շարունակում է խոսել արտգործնախարարության բերանով, դեպի ԵՄ ձգտող Հայաստանի իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին, հայտարարել են ԱԳՆ-ից։ Չկա ընտրություն, չկա շանտաժ, Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ, պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, հայտարարել է Մարիա Զախարովան։